Մարդիկ կան հարցնում են, ասում են, եղբորը տարածից ինչ է մնացել, դուք ոնց եք անում, ինչ եք անում, եղբորս արածը պահել էր պետք, երբ հոկտեմբերի 27-ի դատավարությունը կեղծվում էր, ու մենք պայքարում էինք դրա դեմ, եղբորս արածը պահել էր պետք, երբ երկրի եղածը գույք պարտքի դիմաց տալիս էին օտարին, եղբորս արածը պահել էր պետք, երբ այդ մարդիկ ամեն ընտրություն կեղծում էին, դրանով անհուսություն ստեղծելով ու արտագաղթ առաջացնելով։ Եղբորս արածը պահել էր պետք, եւ երբ իրը թալանվում էր, այդ մարդիկ ծպտուն չէին հանում։ Ու զինվորն էլ մնում էր տկլոր։ Այդ ամեն ինչին հատառհատ, մարդ միտինգներում ճանաչում եմ, իրենք չեն եղել։ Այսօր ինձ հարցնում են եղբորը տարածը պահելը։ Դուք այն թիմում էիք, դուք միասին կեղծում էիք, կոսկում էիք հոկտեմբերի 27-ը, կեղծում էիք ընտրությունները 5000 դրամով։ Այսօր ինձ եղբորս եղածն եք հարցնում, կամ ասում եք, այդ որ Ռոբերտ Քոչյանը ժպտում էր, ինչի գնացիր վարչապետ, գնացի, որպեսզի հոկտեմբերի 27-ի գործը չկոծկեն։ Այդ դրա համար գնացի։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Ռոբերտ Քոչյանը 6 ամսվա մեջ լեզու գտավ հանրապետական կուսակցության որոշակի անդամների հետ նրանց պաշտոններ խոսք տվեց, որոշակի զինվորականներ, գեներալական պագոններ ստացան, ինձ մենակ թողեցին, ու ինքը ինձ հանեց։ Մայիսի 2-ին ինձ հանեց, մայիսի 4-ին։ Հոկտեմբերի 27-ի դատավարության քրեական գործը 180 աստիճան շուռ եկավ։ Ցուցմունքները, որ տվել էին Ալիկ Հարությունյանի դեմ ու Ռոբերտ Քոչյանի դեմ, ամբողջությամբ շուռ եկան, սա էլ փաստ է։ Սա կարաստուգի Հայաստանի Հանրապետության ցանկացած մարդ, սա փաստ է։ Այդ հարցտվողները գիտեն այդ հարցերին պատասխան չունեմ։ Իրանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափել է Հայաստանի տարածքով Իրանի դեպի հյուսիս եւ դեպի արևմուտք վստահելի ճանապարհի հանգամանքը, ասելով, որ այդ ուղղությամբ Հայաստանն ու Իրանը ունեն քննարկումներ։ Դա անշուշտ լավ է, թեև ըստ ամենայնի կա քննարկումներն ինտենսիվացնելու եւ առարկայացնելու, այսինքն ավելի կոնկրետ ենթակառուցվածքային աստիճանի հասցնելու խնդիր։ Միևնույն ժամանակ կա թերևս քննարկումների մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնելու հարց։ Մասնավորապես խոսքը իհարկե Վրաստանի մասին է, առանց Վրաստանի Հայաստանն ու Իրանը ըստ էության չեն կարող ունենալ հեռանկարային խոսակցություն։ Վրաստանն է ճանապարհը թե դեպի հյուսիս, թե դեպի արևմուտք։ Ըստ այդմ հայ-իրանական քննարկումը կարող է արդյունավետ լինել, եթե վերաճի եռակողմ ձևաչափի կամ դե ֆակտո, կամ ինչն ավելի ցանկալի կլինի, եռակողմ ձևաչափ դառնա դե յուրե։ Կա այդպիսի կոմունիկացիա եւ խոսակցություն Երևանի, Թեհրանի եւ Թբիլիսիի միջև։ Հայտնի է, որ ռեգիոնում աշխատում է Անկարա, Թբիլիսի, Բաքու եռակողմ ձևաչափը։ Օրերս ազդարարվեց, որ Անկարայում սպասվում է այդ եռյակի արտգործնախարարական հավաք։ Ինչու չմտածել Հայաստան-Իրան-Վրաստան ձևաչափով հանդիպման եւ քննարկումների մասին։ Անգամ խոսքը ձևաչափի մասին չէ, այլ պարզապես քննարկումների, որոնք կարող են պայմանավորված լինել հենց լոգիստիկ հեռանկարով։ Ընդ որում այդ օրակարգը որևէ կերպ չպետք է հակադրել ռեգիոնում այլ ենթակառուցվածքային օրակարգերին, որոնք գոյություն ունեն եւ քննարկվում են տարբեր ձևաչափերում, այդ թվում օրինակ Հյուսիս-Հարավ ծրագիրը, Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջև կամ նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղորդակցությունը Վրաստանի կամ Իրանի տարածքով։ Համենայն դեպս, եթե խոսվում է քննարկումների մասին, ապա դրանք պետք է ստանան որոշակի դինամիկա։ Եթե բացակայում է դինամիկան, այն էլ ներկայիս համաշխարհային արագություններին համահունչ, ապա քննարկումների մասին հայտարարությունները թողնում են պարզապես խոսքերի տպավորություն, որ հնչում են ընդամենը հնչած լինելու համար։ Այն դեպքում, երբ Հայաստանի շուրջ դինամիկան նկատելի է, նյութի աղբյուր, Առաջին AM։ Մեդիալաբի հարցերին պատասխանում է Արդար Հայաստան կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը։ Պարոն Նորիկյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո եւ հատկապես վերջին 2 օրերին երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցները միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, մասնավորապես Քոչարյանի թիմակիցներն ասում են, որ իշխանությունը Սարգսյանը հեշտությամբ հանձնեց Փաշինյանին։ Սարգսյանի թիմակիցներն էլ ասում են, թե հեղափոխության օրերին անգամ Քոչարյանի ազգակիցներն են եղել հրապարակում։ Այս փոխադարձ մեղադրանքներն ինչի համար են եւ ինչպես եք դուք գնահատում կատարվողը։ Ինչպես կասեր հայտնի դասականն, այս դեպքում հանգիստ նստեք տեղներդ, երկուսդ էլ ճիշտ եք, որովհետև այն մեղադրանքները, որոնք միմյանց հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի աջակիցները,
Կարծես թե 100%-անոց ճշմարտություն են, այլ հարց է, թե այդտեղ որն է ժողովրդի շահը։ Իրականում նրանք ուղղակիորեն զբաղված են Պանդորայի արկղը բացելով, որովհետև այն գործընթացները, որոնք կարող են տեսանելի ապագայում լինել, ես կարծում եմ, որ միմյանց ուղղությամբ արձակված այս կրակոցներն ուղղված են որևէ մեկին ոչնչացնելուն, որպեսզի դաշտում մնա իրենցից որևէ մեկը։ Կյանքը ցույց տվեց, որ գոնե հիմա այդ երկու գլուխները նույն կաթսայում հնարավոր չէ եփել ու նրանք փորձում են մեկը մյուսին ոչնչացնելու միջոցով հասնել ընդդիմադիր դաշտում բացարձակ առաջնորդության։ Այնուամենայնիվ, սա մեր հանրության համար պետք է կոնկրետ ազդակ լինի, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվելիս մենք հասկանանք, թե ինչպիսի ուժերի հաշվեկշիռ է փորձարվում ձևավորել։ Անձամբ իմ կարծիքով այդ երկու քաղաքական ուժերն էլ սպառված են, մրցունակ չեն ու չեն կարող ազդեցիկ դերակատարություն ունենալ։ Այլ հարց է, թե նրանց պատկերացումներն ու ախորժակը տարբեր են, նրանք մտածում են, թե կարող են որոշակի հաջողության հասնել։ Եթե բացենք փակագծերը կոնկրետ մեղադրանքների էության վերաբերյալ, ապա ինչ է ասվում Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից։ Հռետորական հարցադրում են անում, թե արդյոք Սերժ Սարգսյանը պետք է 2018 թվականին կրակեր ժողովրդի վրա եւ մարդ սպաներ։ Ենթատեքստով հասկացնելով, որ Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի 1-ի գործերով եւ ժողովրդին սպանելու հրամանը ըստ էության ուղարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմը։ Ով է Նիկոլին բերել դիալոգի շրջանակներում, հաջորդ մեղադրանքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր ազգականները, ընտանիքի անդամները նույնիսկ մասնակցել են Մերժիր Սերժին գործընթացին։ Սերժ Սարգսյանի աջակիցների մեղադրական խոսքն այս տրամաբանության մեջ է։ Քոչարյանի աջակիցներն էլ ուղղակիորեն մատնանշում են, որ Սերժ Սարգսյանի ուղղակի ջանքերի շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը եկել իշխանության։ Այստեղ կա գրեթե անխոցելի ճշմարտություն, ես միշտ այդ տեսակետն եմ ունեցել, զարմանում եմ, որ ինչու Քոչարյանի կողմնակիցները չեն բարձրաձայնում Սարգսյանի աջակիցների մոտ այն հարցերը, թե ինչու մարտի 1-ով մեղադրանք չառաջադրվեց Սերժ Սարգսյանին։ Ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանի որևէ ազգակից կամ նույն Սերժ Սարգսյանը որևէ գործով պատասխանատվության չենթարկվեց, անազատության մեջ չհայտնվեց։ Ակնհայտ է, որ նրանք վերջին փամփուշտները դեռ միմյանց նկատմամբ չեն կրակել, փաստ է նաև, որ իրար ոչնչացնելու անհագուր ցանկություն ունեն, ինչն էլ պայմանավորված է առաջիկա քաղաքական գործընթացով։ Այսինքն ուզում են 2026 թվականին լիակատար առաջնորդություն ձեռք բերել պարոն Նորիկյան։ Այո, փորձում են ընդդիմադիր դաշտում իրենցից մեկի լիակատար առաջնորդության հարցը լուծել ու առաջիկայում կտեսնեք, որ իրենց կողմից կարմիր գծեր կհատվեն։ Չնայած այդ գործընթացն արդեն սկսվել է, հայտարարություններ են արվում, կոնկրետ մեղադրանքներ հնչում, որոնք վերաբերում են մեր ինքնիշխանությանը եւ պետականությանը, որովհետեւ խորապես համոզված եմ, որ այս շրջանակի մեջ պետք է հավասարաչափ մերժելի լինեն ինչպես գործող իշխանությունը, այնպես էլ այս երկու քաղաքական ուժերն իրենց առաջնորդներով։ Պարոն Նորիկյան, իսկ հանրության վրա միմյանց ոչնչացնելու այս գործընթացն ինչ ազդեցություն է ունենալու։ Եթե հնարավոր լինի այս քաղաքական մենամարտի արդյունքում մեկը մյուսին ոչնչացնել, դրանից միայն կշահի մեր հանրությունը, քանի որ իրական նպաստավոր պայմաններ կստեղծվեն այս իշխանությանը հնարավորինս կարճ ժամկետում հեռացնելու, որովհետև խորապես համոզված եմ, որ այս իշխանության գոյության հիմքում ընկած է հանրության մոտ հենց այդ երկու ուժերի եւ նրանց առաջնորդների գոյության վախը։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական ոչնչացումն է։ Շատ լավ կլինի, որ այս քաղաքական մենամարտն ավարտվի մեկը մյուսի ոչնչացմամբ, նրանք դուրս գան քաղաքական ասպարեզից, ինչը Փաշինյանին քաղաքականությունից հեռացնելու ուղիղ ճանապարհն է։ Ես բացառում եմ, որ արդար եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով այս քաղաքական ուժերից որևէ մեկը ստանա այնքան քվե, որը նրանց կբերի իշխանության։ Նյութի աղբյուր Media Lab AM